մի քանի հանգամանքների վրա կուզենայի ուշադրությունը սևեռել մարդատար ավտոմեքենաների քանակը ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում եւ մասնավորապես Երևանում շատ մեծ տեմպերով ավելանում է։ Այսինքն ամեն տարի մենք ունենում ենք նոր մարդատար ավտոմեքենաներ, ովքեր որ դառնում են երթևեկության մաս Երևան քաղաքում։ Եվ իրականում շատ ճիշտ դիտարկում էր, որ այստեղ հարցը շարունակական լուծումների կարիք է ունենալու, եւ այդ լուծումները հիմնական մի քանիսը նշեմ։ Առաջինը իհարկե երթևեկության կառավարումն է լուսացույցերի, արհեստական բանականությամբ լուսացույցերի, խելացի լուսացույցերի ներդրմամբ, որը մեզանից կտանի մոտավորապես 1.5 տարի։ Երկրորդը 250 18 մետրանոց ավտոբուսների գնումն է, որը որ հանրային տրանսպորտի ոլորտում կարելի ասել մեր վերջին կետն է, որը պետք է իրականացնենք, որով որ հանրային տրանսպորտի ոլորտում նվազագույնը վերգետնյա հանրային տրանսպորտի ոլորտում մեր ռազմավարությունը կարելի ասել ամփոփվում է դրանով։ Երրորդը Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումն է, որը որ մոտավորապես 22%-ով կավելացնի մետրոյից օգտվողների քանակը եւ արդեն դրանից բխող հետագա պոտենցիալ զարգացումներն են եւ կարծում եմ այս եւ իհարկե պարոն Խաչատրյանը ուղիղ չասեց, բայց ես կուզենայի ուղիղ ասել, որ ինչ որ մի կետում, երբ որ մենք հասկանում ենք, որ ավտոմեքենաների քանակը, մարդատար ավտոմեքենաների քանակը գնալով ավելանում է քաղաքում, մենք պետք է մտածենք սահմանափակումների մասին, բայց սա այն պահին, երբ որ մենք ունենանք նվազագույնը վերգետնյա ամբողջական հանրային տրանսպորտի այն ծրագիրը իրականացրած, որի մասին խոսել ենք բազմաթիվ անգամներ։ Շատ լավ, գիտեք, ես մարդիկ գիտեմ, ովքեր օրինակ աշխատանքի գալիս, իրանց մեքենայով գալիս են ինչ որ օրինակ մետրոյի ոչ շատ ծանրաբեռնված կայարան, այնտեղ կայանում են իրենց մեքենան, մետրոյով գալիս են կենտրոն, հետո մետրոյով վերադառնում են եւ գնում են իրանց նկատի ունեմ արդեն մարդիկ, որովհետեւ գիտեն կարող է գան հասնեն եւ օրինակ 40 րոպե կայանման տեղ չգտնեն եւ հետեւաբար իրենք իսկ այդ տարբերակով իրենք այդ 40 րոպեն եթե ոչ ամբողջությամբ երբեմն նույնիսկ ամբողջությամբ երբեմն մի բան էլ ավել խնայում են այսինքն այդտեղ արհեստական ոչ մի բնականաբար բան տեղի չի ունենա բայց բնականon ընթացքով նախ պետքա փորձենք արհեստական բանականության գործադրման այլ որոշումներով մաքսիմալ բերել այն ինչ որ հնարավոր է անել առանց այլ որոշումների դրանից հետո մտածենք մյուս թեմաների մասին